Դուք երբ որ հոգևորականի ձեռքից վերցնում եք ավետարան, այդ մասին մտածեք։ Փաստորեն կերտ կպիրնել է Ես այստեղ։ հոգևորական եմ։ Տատու կապ չունի։ Հովանա վանքից եկել եք այստեղ։ Այո, եկել եմ իմ թիմի կողքին լինելու։ Նաև Թալինում եք, չէ՞ դուք։ Բոլոր եկեղեցիներում որտեղ պատարակ եմ ածում։ Այո, ես վարչապետի խնդրում եմ ներողություն հարցը վերջացնենք նոր դուք պատասխանեք։ Հովանավանքում տեսանք ձեզ, առաջինը ֆիքսել էին եւ այդպես համացանցում հայտնվեց, որ դուք ինչպես հայտնեցին, կապ չունեք ընդհանրապես դեպի չեք եւ մասնակցում եք պատարակի, դրանից հետո ներողություն, ես հարցավարտեմ, դուք եթե ճշտություններ կան արեք։ Դրանից հետո տեսանք ձեզ նաև Թալինում։ Եվ հիմա հարց առաջանում, ինչպես է որ դուք մասնակցում եք բոլոր պատարակներին, որոնք Ես ինչ ասեմ, որ ամեն ինչ դեպի լավ է։ Եթե էլի շարունակեն, դուք շփոթվել եք այդպես ամբողջ Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցի պատարակի դուք լինելու եք։ Մեր վարչապետն է, ես ամեն դեպքում իր կողքին կանգնած եմ։ Ու մի sense արձանագրում անենք, թե ով է կարգանուց։ Այնտեղ մայրաքորոն նստած կաթողիկոս կոչվածը Կտրիչ Ներսիսյանը ինքը հենց իր գործելակերպով, երբ որ կուսակրոն հոգևորական իրավունք չունի երեխա ունենալու, իսկ ինքը երեխաներ ունի։ Իսկ ինքը եք այդ փաստը ունեք, դուք տիրապետում եք։ Այդ փաստին միայն ես չեմ տիրապետում։ Չէ, դուք որ խոսում եք, պետք է անունների խոսքի այո, տիրապետում եք։ Տիրապետում եմ, այո։ Իսկ եթե նման մարդը ինքը արդեն նման ձևով ինքը իրեն կարգալույց է հռչակում, իսկ նման մարդը իրավունք չունի հոգևորականին հռչակի կարգալույց։ Հիմա իմ հարցը այլ բանի մասին է, դուք մասնակցում եք տարբեր պատարակների, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնալու եք։ Այո, ես մասնակցում, Նիկոլ Փաշինյանը, պարոն վարչապետը, մասնակցում է այն պատարակներին, որտեղ որ այն հոգևորականներն, ովքեր կանգնած են ճշմարտության առաջ, ոչ թե այն հոգևորականներն, ով պահում են վախի մթնոլորտում։ Ես այդ գործընթացն եմ ուզում հասկանալ, ինչպես է լինում, դուք որտեղ ցանկանաք այդ եկեղեցում կարող եք գնալ եւ մասնակցել, բաց են դռները ձեր առաջ, ինչպես է դա։ Այո։ Դա ընդհանրապես ընթացակարգը, ընդհանրապես հոգևոր հովից օրդություն ստանալն է, այդքան բան։ Պարտադիր չէ դեպի դիներ կամ։ Այո։ Իսկ ինչ որ վերաբերվում է նայեք, ատամնաբուժը, նայեք, շնորհակալ եմ, որ այդքան հետաքրքրում եք մարդու հոբիներով, մասնագիտությամբ։ Ես իրավաբան եմ, բայց ինչի՞ չեք ասում ես իրավաբան եմ։ Այսինքն ծառայելով Աստծուն, դուք հիմա եթե գնաք եկեղեցի, դուք լրագրողներ եք, գնաք եկեղեցի, ձեզ նկարեն, ասեն, գիտեք, հավատացյալը լրագրող է։ Չէ, դա այլ բան է։ Դուք ԿՊԱ-ական եք, դուք ԿՊԱ-կանը կապ չունի։ Դուք ԿՊԱ-ական եք եւ մասնակցում եք եկեղեցին քանդելու գործընթացին։ Եկեղեցին չի քանդվում։ Նորոգման պատարակը, խնդրում եմ, եկեք ճիշտ համարենք։ Երբ որ մայրաթոռը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, ԿԳԲ-ի կողմից, եկեք պետականություն բառը ճիշտ հասկանանք։ Այն մարդիկ, ովքեր որ չեն ուզում Հայաստանի Հանրապետությունը որպես պետականություն կայանա, այդ մարդիկ չպետք է լինեն այնտեղ։ Մայրաթոռում։ Իսկ դաջվածքներով հոգևորականը իրավունք ունի պատարակ մատուցելու Աստվածաշնչում գրված է, չէ՞, Աստծո խոսքը։ Նախ առաջին, խնդրում եմ, մատնանշեմ, որ դուք ուղղակի անգրագետ նախադասություն եք արտահայտում, ես այն հոգևորականն եմ, բայց ես իրավունք չունեմ պատարակ մատուցելու։ Պատարակ մատուցումը օծյալ հոգևորական է, նախ առաջին, դա ճշտեք, նոր ինձ հարցադրում կատարեք։ Երկրորդ, ես թե ինչի եմ դուրս եկել եկեղեցուց, Գարեգին երկրորդ կաթողիկոս կոչվածի Կտրիչ Ներսիսյանի բարքերի հետևանքով։